Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը ջրհոս նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը, լարված օրերը, նորալուսին և լիալուսին։ Հիշեցնեմ, որ առաջին հերթին հորոսկոպը պետք է նայել ասցենդենտի նշանով։ Այսպիսով, արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, իսկ դա սիրելի ընկերներ ձեր երրորդ տունն է։ Արևը երրորդ տանը դա նշանակում է լավ ժամանակահատված է գնալու նոր դասընթացների, գնելու կապի տրանսպորտի միջոց, տեխնիկա, ինչպես նաև քննություններ հանձնելու և առհասարակ շփման համար հարևանների, քույր եղբայրների հետ։ Ամսի 20-ից հետո արևը կանցնի ցուլ նշան ձեր 4-րդ տուն եւ լավ ժամանակահատված կլինի զբաղվելու այն հարցերով, ինչը վերաբերում է ձեր ընտանիքին, ընտանիքի անդամներին, բնակության վայրին եւ անշարժ հույքին։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր երկրորդ տանը, անընդհատ խոսակցությունները, մտքերը ձեր զբաղված կլինեն ֆինանսների հարցերով, ձեր ֆինանսական առհասարակ ձեր կապիտալի հարցերում։ Ապրիլի 15-ից սկսած Մերկուրին կանցնի խոյ նշան ձեր երրորդ տուն եւ կրկին արդեն լավ ժամանակահատված է նշեցի ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց գնելու համար, բանակցություններ վարելու, քննություններ հանձնելու, դասընթացներ անցնելու, մեքենա վարելու դասընթաց գնալու կամ քննություն հանձնելու եւ այլն։ Վեներան մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 4-րդ տանը, լավ ժամանակահատված է, որպեսզի տան համար ինչ-որ կոմֆորտի իրեր գնեք, հա, գուցե նոր բազմոց կամ նոր սպասք եւ այլն։ Եվ իհարկե, եթե ցանկություն ունեք գնելու անշարժ գույք կամ վաճառելու, դրա համար եւս բարենպաստ ժամանակահատված է։ Ապրիլի 24-ից հետո Վեներան կանցնի երկօրյակ նշան ձեր 5-րդ տուն, Վեներան 5-րդ տանն է երբ լինում, շատ հաճախ լինում է սիրահարվածություն, նոր սիրավեպ է սկսվում, ինչ-որ նոր հաճելի վայրեր եք գնում, եւ եթե ցանկանում եք բիզնես բացել, եւս դրա համար բարենպաստ է։ Մարսը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում ձեր երկրորդ տանը, ձեզ բերելով ակտիվություն, որպեսզի գումար աշխատեք, ակտիվ փնտրեք նոր ուղիներ գումար աշխատելու։ Ապրիլի 10-ից սկսած Մարս մոլորակը կանցնի խոյ նշան ձեր երրորդ տուն, զգույշ եղեք ճանապարհներին, եթե պետք է գնաք, քանի որ մեքենայի շարժիչը կարող է վատ աշխատել կամ ինչ-որ խնդիրներ առաջանան մեքենայի շարժիչի հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետին նշանում այս ամսում 15-ից 18 աստիճան շարժվելով, Խեցգետինը ձեր 6-րդ տունն է։ Յուպիտերը 6-րդ տանը գուցե ձեզ բերի, եթե օրինակ ունեք բիզնես, ապա բիզնեսում նոր աշխատակիցներ ունենաք կամ ավելի լավ աշխատանքի անցնեք, գուցե ընտանիք կենթանի պետք է ունեիք, եւս մեկը ունենաք եւ առողջական հարցերում, հա, ձեզ կօգնի, բայց եթե ծննդյան քարտեզում կան բացասական դիրքավորումներ, ապա Յուպիտերը 6-րդ տանը հնարավոր է, որ առողջական խնդիրներն ավելի ընդլայնի, հա, բացասական առումներ եւս ունի Յուպիտերը, միայն դրական չի, սա իհարկե բոլորին չի վերաբերվում, խիստ անձնական է, հա, պետք է անձնական ծննդյան քարտեզը նայվի։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում 11-ից 14 աստիճան շարժվելով, աղեղնավորը սիրելի ընկերներ ձեր 11-րդ տունն է։ Սև լուսինը 11-րդ տանը շատ զգույշ եղեք, ում եք ձեզ մոտ թողնում, հա, ընկեր, ընկերուհի, քանի որ գուցե բամբասեն ձեզնից, ձեր մասին, ձեր մեջքի հետևում ձեզնից խոսեն, կամ ինչ-որ գողություն, հա, կամ ձեր մասին սխալ ինֆորմացիա հայտնեն, մի խոսքով, հատկապես եթե այս ժամանակահատվածում նոր ծանոթություն, նոր ընկերուհի պետք է կամ ընկեր ունենաք, ապա զգույշ եղեք եւ ձեզ շատ մոտ մի թողեք։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, խոյը ձեր երրորդ տունն է, Սատուրնը երրորդ տանը գուցե ինչ-ինչ պատճառներով մի փոքր ավելի ձեր շփումը քչացնի, ավելի քիչ շփվեք ձեր հարևանների հետ, հա, քույր եղբայրների հետ, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Ուրան մոլորակը սիրելի ընկերներ ապրիլի 24-ից սկսած անցնում է երկօրյակ նշան եւ մինչեւ 2033 թվականի մայիսը այնտեղ է գտնվելու։ Երկօրյակը ձեր 5-րդ տունն է, 5-րդ տունը իրենից ներկայացնում է սիրավեպերը, այն ամենը ինչը մեզ հաճույք է պատճառում, արվեստը, ինչպես նաեւ սպորտը, հա, բիզնեսը։ Վերոնշյալ թեմաներով սիրելի ջրհոսներ ձեզ անսպասելի իրավիճակներ են սպասվելու։
անսպասելի որոշումներ, անսպասելի իրադարձությունների փոփոխություն, որոնք դուք նախկինում չեք էլ կարող մտածել, որ կարող եք դա անել, ընդունակեք դրան, կարծես ինքնուրույն այսպես նոր ազատություն կգա վերոնշյալ թեմաներով, հա, գուցե կյանքում չեք կարող մտածել, որ դուք կցանկանաք բիզնես ունենալ, որոշեք այս ժամանակահատվածում, այս մի քանի տարիների ընթացքում բացել բիզնես, երեխա ունենալ, գուցե սիրավեպ, հա, անսպասելի կերպով սկսվի կամ ընդհակառակը դադարի, կամ սկսեք սպորտով զբաղվել, որ նախկինում չեք էլ կարող պատկերացնել, որ դուք կարող եք զբաղվել սպորտով եւ այլն, հա, մի խոսքով այսպիսի անսպասելի իրադարձություններ կբերի ձեզ ուրան մոլորակը։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին կլինի ապրիլի 2-ին, այն կլինի կշերք նշանում ձեր 9-րդ տանը։ Լիալուսինը 9-րդ տանը կբերի ինչ-որ վերջնակետ, հստակ ինչ-որ բան ձեր կյանքում կերևա, կապված արտասահմանի հետ, բարձրագույն կրթության հետ։ Այսինքն գուցե այս օրը այս ժամանակահատվածում, հա, ոչ միայն այս օրը, 2 օր առաջ, 2 շաբաթ հետո եւս նկատի ունեցեք, օրինակ նոր անձնագիր ստանաք, վիզա նոր ստանաք եւ այլն։ Եվ կունենանք նորալուսին, այն կլինի ապրիլի 17-ին, խոյ նշանում ձեր 3-րդ տանը, նորալուսինը դա նոր էներգիա է, գուցե նոր դասընթացի գնաք, ինչ-որ նորություն իմանաք, նոր հարևան ունենաք, նորություններ լինեն կապված ձեր քույր եղբայրների հետ կամ նոր հեռախոս, համակարգիչ եւ այլն նման հարցեր կարող են լինել։ Եվ սիրելի ընկերներ, նշեմ այժմ լարված օրերի մասին, լարված կլինի ապրիլի 4-ը, սիրելի ջրհոսներ, հատկապես դուք եղեք շատ ուշադիր, զգույշ, քանի որ Պլուտոն ու Վեներան կազմելու են 90 աստիճանի անկյուն, իսկ Պլուտոն մոլորակը գտնվում է հենց ձեր առաջին տանը, բերելով ձեզ փոփոխություններ, հատկապես այն ջրհոսներն, ովքեր ասցենդենտով են ջրհոս, եւ ասցենդենտը գտնվում է ջրհոսի 5 աստիճանում, դուք եղեք շատ զգույշ եւ ովքեր ծնվել են դեկտեմբերի վերջերից, հա, ամսի դեկտեմբերի 28-ից 20, 28, 29, 30, ներողություն դեկտեմբեր եմ ասում, հունվարի, հա, հունվարի 28-ից 20 մինչև փետրվարի 4 ընկած ժամանակահատվածում, եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա դուք եւս զգուշացեք, քանի որ այս լարվածությունը կարող է ձեզ վրա եւս ազդել։ Եվ վերոնշյալ օրերի ծնվածները եւս թող զգուշանան ապրիլի 24-25-ից եւս լարված օր է լինելու։ Իհարկե, այս լարվածությունը բոլոր ջրհոսներին վերաբերելու է։ Ուղղակի նշված օրերի ծնվածները ել ավելի շատ պետք է զգուշանան։ Այսքան է, սիրելի ջրհոսներ, կապված այս ամսվա հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։